Սերներ, մեր Տեր ու Փրկիչ Աստծո Հիսուս Քրիստոսի անունով ողջունում եմ ձեզ։ Մեր Տիրոջ խաղաղությունը, որ վեր ամեն մի մտքից, թող լինի ձեզ բոլորիդ հետ, որ սիրեցիք մեր Տիրոջ, մեր Աստծո, մեր Քրիստոս Հիսուսի հայտնվելը։ Օրհնյալ լինի նրա սուրբ ու պատվական անունը։ Տերը օրհնի, զորացնի ձեզ, որպեսզի հարատևեք ու հաստատված լինեք Աստծո խոսքի, հոգու ճշմարտության մեջ։ Կուզենամ ձեզ բոլորիդ հետ բաժնեկից լինել Աստծո խոսքի հայտնությունից եւ ճշմարտությունից, որը գրված է Սաղմոս 42-ի 1-2 տողերից կկարդամ։ Երևի շատերի ծանոթ է այդ Սաղմոսը, բայց կխնդրեմ, որ ուշադիր լինեք Աստծո խոսքի նկատմամբ։ Տերը օրհնի ձեզ։ Սաղմոս 42-ի 1-2 խոսքերն եմ կարդում։ Ինչպես որ եղջերուն փափագում է ջրի առուներին, այդպես էլ իմ անձը փափագում է քեզ, ով Աստված։ Փառքես Տեր։ Իմ անձը ծառավ է Աստծուն, կենթանի Աստծուն։ Ես ասում եմ ամեն Տեր։ Իմիջ գեղեցիկ է ներկայացնում, իմ անձը ծառավ է Աստծուն, կենթանի Աստծուն, իմ անձը ծառավ է քեզ, իմ Քրիստոս Աստված, իմ Տեր։ Ուշադրություն դարձեք, խնդրում եմ։ Դավիթը Սաղմոսերգուն ներկայացնում է իր ծառավը, իր փափագը, իր ծառավը համեմատելով եղջերու ծառավի հետ, ինչպես եղջերուն փափագում է ջրի վտակներին, ինչպես եղջերուն փափագում է, ինչի համար Տեր իմ Աստված եղջերուն, ինչի մի ոչ ուրիշ կենթանի, ինչի չի գրված ձի, ինչի համար եղջերուն Տեր, ամենաշատ, որի դեմ որս է հայտարարված, ամենաշատ, որ բոլորը ցանկանում են որսալ այդ կենթանում, եղջերուն, թե վայրի գազանները, թե կոկորտիլոս իր հերթին այնտեղ ջրի մոտ սպասում է, երբ որ եթե տեսել եք դաժե ժվոտնի միրկա տենց, եթե հետաքրքիր է կարող եք նայել, սպասում է հենց որ իրենց բերանները մոտեցնեն ջրին, որ սկսեն իրենց ծարավը հագեցնեն, հենց այդտեղից կոկորտիլոսը բռնում է իրանց։ Թե ցամաքում վայրի գազանները ոնց են փափագում եղջերուին, ուտեն նրան պրոստը, ուտեն, նաև մարդիկ ամենաշատը սիրում են որսալ եղջերուին, նաև մարդկանց կողմից է, որ նրան ուզում են որսալ, որ ուզում են եղջերուին որսալ, ով Աստծո մարդ, ուշադիր նայի, եղջերուն չի մոտիկանում ջրի վտակներին այնքան ժամանակ, մինչև որ նա չփափագի, այնքան շատ է նրա ծառավը մեծանում, որ նա բոլոր վախերը, բոլոր իրեն շրջապատող վտանգները հաղթահարում է, և այնքան շատ է իր ծառավը մեծանում, որ էլ չի նայում վտանգներին, սպառնացող իրեն վտանգներին, և նա մոտենում է, որ խմի ու հագեցնի իր ծառավը։ Սիրելի Աստծո մարդ, սիրելի քույր ու սիրելի եղբայր հավատակից, ուշադիր նայեք, ամենամեծ պատերազմը, որ ախոտյացա վակրուկ нас, որ փորձում են որսա հայտարարված հոգևոր դաշտում քո դեմ, որպեսզի դու երբեք քաղց չունենաս կենթանի Աստծուն, չծարավես։ Ամբողջ պատերազմը նրանում է կայանում, որպեսզի դու քաղց չունենաս կենթանի Աստծո նկատմամբ, որպեսզի քո քաղցը մարմնի ծուլության տեսանկյունից, ծուլություն իր հերթին, մարմին իր հերթին, սատանան իր հերթին, նրա դևերը իր հերթին, հերոսակը խմբով հանդերձ, աշխարհը իր հերթին, աշխարհի ցանկությունները իր հերթին, ամեն բան գործում է քո իսկ ծարավի դեմ, որ դու չծարավես Աստծուն, որ դու չփափագես կենթանի Տիրոջը մեր Հիսուս Քրիստոսին, որ դու չփափագես նրա փառքի հոգուն, որ դու չլցվես նրա փառքի հոգով, որ դու չլցվես նրա ճշմարտության խոսքով։ Սա աշխատում է քո ծարավի դեմ, ամեն բան աշխատում է մի բանի դեմ, որ դու չփափագես կենթանի Աստծուն, որ дու չծարավես, Տիրոջ խոսքն ասում է, ով ծարավա թող գա ինձ մոտ ու խմի, ով ծարավա, Տիրոջ խոսք այնքան պարզ ասում, кто жаждет, пусть придет и пьет, кто жаждет, пусть придет, ով ծարավա թող գա ու խմի։ Գիտես, երբ որ դու սկսում ես ծարավել կենթանի Աստծուն, որ քո անձը ծարավա կենթանի Քրիստոս Հիսուսին, դու կդնես մի կողմ, դու կհաղթարես այն վախերը, այն սարսափները, վախերը, չգիտեմ, դիագնոզները, այն ինչ որ քո դեմ փորձում է գործել,
Այն ինչ որ ուզում են կանգնեցնեն քո ծարավը, այն ինչ որ ուզում է կանգնեցնի քո փափագը դեպի կենթանի Աստծուն, այն մեղքը, որ փորձում է քեզ կանգնեցնի, հանգեցնի։ Ինչա գրված Թեսաղոնիկեցիների 5:19-ում, հոգին մի հանգցրեք։ Ինչա գրված Հռոմեացիների 12:11-ում, հոգով ջերմեռանդ եղեք։ Հոգով ջերմեռանդ եղեք, հոգով ջերմեռանդ եղեք, առանց դրա չեն կարող ծառայել Տիրոջը։ Ջանքի մեջ չթուլանաք, հոգով ջերմեռանդ եղեք, Տիրոջը ծառայեցեք։ Հոգով ջերմեռանդ եք, հոգին մի հանգցրեք։ Այն փափագը, որ Աստծո հոգին դրել է մեր մեջ, որ մենք Քրիստոսին ծառավենք, Հիսուսին ամբողջ քո սրտով ու էությամբ։ Երբեք թույլ չտաս, որ մեկը հանգցնի, ոչ այս աշխարհը, ոչ այս ցանկությունները աշխարհի, ոչ մարմնի ցանկությունները, ոչ սատանային, ոչ իր դևերին, ոչ էլ մարդկանց քեզ շեղող, որտեվ չար ընկերակցությունները ապականում են բարի վարքերը, որ հանգարց կանգնեցնեն քո մեջ եղած ծարավը։ Խնդրում եմ քեզ, դաժե կոկորտելոսը սպասում է, երբ որ նրանք փորձեն իրաց բերանը մոտեցնեն ջրին, որ խմեն, որ իրանց ատամները բացեն ու կուլ տան այդ եղջերուին, բայց խնդրում եմ քեզ, այն ծարավիտ պահին էլ են փորձելու քեզ կանգնեցնեն, որ դու դադար ունենաս, էլ չփափագես կենթանի Աստծուն։ Ես խնդրում եմ քեզ, ուզում ես ամեն բան հաղթահարել, խնդրում եմ, սա քաղցը, ես գիտեմ, սա աստվածային է։ Մենք ունենք մեր սրտի մեջ, մենք ունենք իրապես մեր սրտի մեջ ծարավ, ես չգիտեմ դուք ունեք թե չէ, ես կարող եմ իմ մասով ասում եմ ծարավ կենթանի Աստծուն։ Ես Տեր ուզում եմ հագենամ քեզանով, իմ Աստված, իմ սիրտը ոչ մի բան չի հագեցնում, բացի իմ Քրիստոս Հիսուսից, բացի նրա սուրբ ու թանկ հոգուց, նրա ճշմարտության խոսքից, որ հեղեղի պես իմ երկնային հոր սերը կլցվի մեր սրտի մեջ ու մենք մեկ ենք դառնում կենթանի Աստծո մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Ես խնդրում եմ ձեզանից ամեն մեկին, հենց սա է այն խոսքը, որ ասում է, մենք հաղթեցինք սատանային գառան արյունով եւ մեր մկայության խոսքով եւ չսիրեցինք մեր անձերը միջև իմը։ Միջև մաս չսիրեցինք մեր անձերը։ Միջև մաս, ագրված Հայտնություն 12:11-ում։ Միջև մաս, երբ որ դու իրապես ծառավում ես կենթանի Աստծուն, ել չես մտածում քո հոգուն, ինչ պետք է լինի, ինչ վտանգներ, ինչ ասպառնում, դու ծառավ ես կենթանի Աստծուն։ Դու փափագում ես կենթանի Աստծուն Հիսուս Քրիստոսին։ Օրհնյալ լինի Սուրբ անունը։ Ես խնդրում եմ ձեզանից ամեն մեկին, որ ձեր փափագը թույլ չտաք, ձեր ծառավն ու ձեր փափագը կենթանի Աստծու նկատմամբ ինչ որ մեկը կամ ինչ որ մի իրավիճակ հանգցնի։ Խնդրում եմ ձեզ, որտեվ Տիրոջ խոսքն ասում է Լաուդիկեի եկեղեցում ուղված հրեշտակին, ասում է դու ոչ սառն ես, ոչ տաք, դու գաղջ ես, գոլ ես, ես քեզ կփխսեմ իմ բերանից։ Խնդրում եմ ձեզ, թույլ չտաք, որ ոչ մի բան ձեզ հասնի գաղջ ու գոլ վիճակի։ Ծառավեք կենթանի Աստծուն, եղեք ջերմեռանդ հոգու մեջ, հոգին, որ ոչ մեկ ձեր չհանգցնի, ձեր փափագը ոչ մեկ չհանգցնի, դրա մեջ հսկեք, խնդրում եմ ձեզ։ Ու երբ որ դու ծառավում ես կենթանի Աստծուն, ամեն բան կհաղթահարես, որ եթաս ու խմես։ Ու Տեր Հիսուսի խոսքը ասում է, մեր Աստված հենց ասում է, ով ծառավա, թողա ու խմի։ Ես ծառավ եմ Տեր։ Այսօր արի դու էլ որոշում կայացրա, ես ծառավ եմ Տեր։ Ես ծառավ եմ կենթանի Աստծուն, ես փափագում եմ կենթանի Աստծուն, Հիսուս Քրիստոսին։ Օրհնյալ իր Սուրբ անուն, իսկ մեր Տերը խոսքատվե, ով ծառավա, թողա ու ես կհագեցնեմ, խմի, նա կխմացնի քեզ։ Փառքը Հիսուս Քրիստոսին, օրհնյալ լինի մեր Տիրոջ Հիսուսի անունը, Տերը օրհնի ձեզ ու Տերը պահի ձեզ։ Տիրոջ խաղաղություն թող լինի ձեզ հետ։